Յուլիա Վանն է, կոտրված ոսկորներով, բազմաթիվ բաց վերքերով ու կացնահարված։ Նրան հաջողվել է բռնարարի ձեռքից փրկվել ուղղակի, որովհետև ինքը մեռած է ձևացել։ Դեպքը տեղի ունեցել 2025 թվականի ապրիլի 24-ին 29-ամյա Յուլիայի տանը։ Զոհը վստահեցնում է, որ իր վրա հարձակում է գործել 55-ամյա ռուս միլիարդատեր Միխայիլ Խուբուտյան։ Անարդարությունների այսպիսի շղթա է պատմությունը։ Զոհի խոսքով ոստիկանները ոչ միայն չեն վերցրել մատնահետ, քետաքննություն չեն արել, անգամ գործ չի հարուցվել, այլև ոստիկաններից մեկը զանգահարել է եւ Յուլիայի երեխայի դայակին, ում մատը եւս այս պատմության մեջ խառն է, որովհետեւ ինքը դիմացի սենյակում է եղել, բայց ասում է, որ ինքը չի լսել Յուլիայի գոռոցները։ Անգել են դայակին, ասել են լվա ամբողջ տունը, ոչ մատնահետ, ոչ մի բան չեն վերցրել։ Բացի դա, Յուլիան այդ վիճակով մայրիկի ուղեկցությամբ մի կերպ հասել է հիվանդանոց, ուշադրություն, հիվանդանոցները եւս նրան չեն ընդունել։ Այո, հիվանդանոցները Յուլիային հրաժարվել են օգնություն ցուցաբերել։ Դայակը դանդաղել է շտապ օգնություն կանչել։ Յուլիան տեսանյութեր է նկարել այդ ընթացքում, ուղղակի որովհետև մտածել է, որ ինքը մահանում է եւ ուղերձներ է հղել, որ իր մահից հետո կարողանան դեպքը բացահայտել։ Սրա համար եւս Յուլիային քննադատում են, թե ինքը ոնց է կարողացել տեսանյութ նկարել, որևէ մեկը չի կարողացել, թե ինքը այդ իրավիճակում ինչ պահվածք կդրսևորի։Քի մասին բարձրաձայնել է Քսենիա Սաբչակը իր հաղորդումը «Осторожно, Սաբչակ» կարող եք նայել, այնտեղ թե կադրեր կան, թե շատ մանրամասներ կան, Յուլիան էլ է ինտերվյու տալիս։ Յուլիան 5-6 ամիս հետո նոր կկարողանա քայլելու փորձեր անել։ Յուլիան եւ այդ տղամարդը ընդհանուր աղջիկ ունեն, աղջիկը 5 տարեկան է։ Պատմությունը Յուլիայի համար հեքիաթային է սկսվել, որովհետեւ ինքը փոքրիկ գյուղաքաղաքից եկել է Մոսկվա, փորձել է գումար վաստակել, զուգահեռ սովորել է, աշխատել է գեղեցկության սրահում, հետո ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացել է 55-ամյա միլիարդատիրոջ հետ եւ ամեն ինչ այդտեղից սկսվել է, անընդհատ ծաղիկներ, անընդհատ թանկարժեք նվերներ, զարդեր, տուն է նվիրել նրան։ Միխայիլ Խուբուտյան օրինական ամուսնացած է, այսինքն ըստ էության Յուլիան եւ իր աղջիկը տղամարդու համար երկրորդ ընտանիք են եղել։